Հարգելի երևանցիներ, որքան Երևանի քաղաքապետարանի բյուջեի թիվը շեշտակի աճում է, այնքան աճում է մսխումը, վատնումը եւ վատ արդյունքները։ Նախ մինչ թվաբանական դրվագներին անդրադառնալը կուզենայի հատուկ կանգ առնել այն պահի վրա, որ ասվում է, որ մեր տված խոստումների եւ բնակիչների հետ հարաբերությունների արանքը դուք մի մտեք եւ այլն։ Ընդդիմադիր ֆրակցիաներն էլ Երևանցու քվեն ստացած քաղաքական ուժերը ու պետք չի բարդույթավորվել։ Այդ մենք չենք մտնում, այդ դուք եք նենց անում, որ մենք մտնենք։ Երբ որ խոստում եք տալի ու չեք անում, ասենք հաղթանակ թաղամասում մարդիկ դուրս են գալի բողոքի ու մենք ենք գնում դրա հետևից։ Դուք գնացեք։ Ձեր խոստումը կատարեք, բողոքի դուրս չգան։ Ասեք Արշակ Սարգսյանը ընդեղ ա եղել, պարտադիր պիտի անձամբ ես ոնց ընդեղ չի եղել, ընդեղ ա եղել, ընդեղ ա եղել։ Պարոն Բարխուդարյան, մի ընդհատեք, շարունակեք։ Պարոն Սուքասյան, շարունակեք։ Պարոն Սուքասյան, շարունակեք։ Ուրեմն մեր կողմից տեղ երբեք ոչինչ չի ասվում առանց փաստացի հիմնավորման։ Ուրեմն անդրադառնալով թվաբանությանը եւ առհասարակ բյուջեի տրամաբանությանը, երբ որ թվաբանությունը հնչում է կատարողական, այսքան միլիարդ էստեղ, այնքան միլիարդ այնտեղ, ուզում ես բա փաստացի արդյունքը ինչ է։ Հիմա ասենք հնչեց այստեղ 1 միլիարդ ջրահեռացում։ Ասենք անցած տարի Երևանը, չգիտեմ, Վատիկանի էր վերածվում ամեն անձրևից հետո ու այնքան ուրախ կլինեք, որ այս տարի ձերից քաղաքական շահից ելնելով Երևանցու շահից զատ այդ պրոբլեմները այնպես լուծած լինեք, որ նույն պատկերը չլինի։ Ասենք Երևանում ձյուն ա գալի, դառնում է սահադաշտ, տրանսպորտ գոյություն չունի, սպասում են խցանման ժամ, վթարներ, կանգնած քաղաք, մարդիկ ոտքով իջնում են տրանսպորտից հասնում են տուն։ Մեկ էլ մեղադրում են քաղաքացիներին, որ Արենյանը մեղադրեց, որ ամառային անվադողերով են, ոստիկանությունը անմիջապես հերքեց, որ վթարներից ընդամենը մեկն է եղել ամառային անվադողերի պատճառով։ Դե հերքեք, ասեք այտենց չի, սուտ է ասում ոստիկանությունը։ 4 միլիարդի կանաչապատման մասին է խոսվում։ Ինչքան կանաչապատման թվերը ավելանում են, մեկ էլ տենում ենք հոպ, հետևից քրեական գործ, ծառերի տենդերներ, փոխկապակցված մարդիկ, թելերը տանում են դեպի քաղաքային իշխանություն, 4 միլիարդ չլինի, 40 միլիարդ լինի։ Եթե դա ինչ-որ փոխկապակցված մարդկանց հարստանալու աղբյուր է դառնալու, ու շուկայականից անհամեմատ ավելի բարձր գնով է ձեռք բերվելու, ինչ տարբերություն է գումարը ինչքան է, միևնույնն է, ինքը օպտիմալ ծախս չի նշանակում։ Չգիտեմ, վերելակների տեղադրումը, ասենք վերելակների գնից թանկ է, թե այդ ինչ տեխնիկական ծառայություն է, այդտեղ ինչ ստվեր է պտտվում, այդտեղ ում շահերն են այդպես վառ արտահայտված։ Ու առհասարակ որ կետին այսպես անդրադառնում ես հարցեր ու էլի հարցեր, բայց այս ամենը այդպես պատահական ինչ-որ բացառություն չէ համապետական մակարդակով, նայենք մնացած համայնքներին պետության ընդհանուր կառավարմանը լրիվ այդ ճակերտավոր տրամաբանության մեջ է տեղավորվում, որովհետև երբ որ անգամից Նիկոլ Փաշինյանն է անիվը որակում ձախողում եւ խայտարակություն, հարց առաջանում, բայց ձախողման եւ խայտարակության հետ կապ ունեցող անհատը ինչի այսօր զբաղեցնում Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Կամ այդ անհատը անձամբ ինքը կապ ունի այդ ամեն ինչի հետ, այդ կոռուպցիայի հետ, կամ էլ ինքը հրեշտակի թևերով մաքրամաքուր մարդ է, պարզապես շատ վատ է կառավարում, իր ենթականներն է թաթախված կոռուպցիայի մեջ։ Երկու պարագայում էլ նա քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու բան չունի եւ խոսքս ամփոփելով քաղաքի կառավարման վերաբերյալ այսպես անձնավորված չէ իմ գնահատականը, քաղաքի կառավարման բոլոր արատների ու բացթողումների վերաբերյալ քաղաքացիական պայմանագիր առաջնահերթ խմբակցությունը կրում է հավասարաչափ պատասխանատվություն։